Վարչապետը կարևորելով անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի Դիլիջանում կայացած հանդիպումը նշեց, որ առանձնակի կարևորում է նաև այն հանգամանքը, որ հանդիպումը տեղի է ունեցել Հայաստանում, մեր տարածաշրջանում, ոչ թե դրա սահմաններից դուրս։ Նրա խոսքով սա վկայում է, որ Հայաստանը և Ադրբեջանը խաղաղության գործընթացի շրջանակում առաջ են շարժվում և կարողանում են կառավարել բոլոր այն ռիսկերը, որոնք կարող էին առաջանալ։ Ես եմ Արմեն Գրիգորյանին հանձնարարել, որպեսզի Ադրբեջանի իր գործընկերոջ հետ քննարկի կա արդյոք հետաքրքրություն, այսինքն շոշափման հանդիպման անհրաժեշտություն կա, թե ոչ։ Հարցին, թե արդյոք հանդիպման ընթացքում Բաքվին բացատրություն տրվել է, որ Հայաստանում կես միլիոնից ավելի քաղաքացիներ է, որոնք ձայն են տվել ընդդիմությանը, ընտրությունը կատարել են ընտրակաշառքով, եւ դա ամենևին Ղարաբաղյան շարժումը շարունակելու շրջանակում չի եղել։ Եթե այո, արդյոք նվաստացուցիչ չէ, որ Երևանն իր ներքաղաքական կյանքը քննարկում է Բաքվի հետ։ Մենք եւ Ադրբեջանի փորձագիտական եւ Հայաստանի փորձագիտական շրջանակներում մենք տեսնում էինք որոշակի միտումներ, որոնք կարող են սրել իրավիճակը, եւ մենք ինչպես եւ պարտավոր ենք զբաղված ենք իրադրության կառավարման։ Մենք ոչ մեկին ոչ մի բացատրություն չենք տվել, մյուս կողմից դիվանագիտական հիմնական աշխատանքը աշխարհի բոլոր երկրների հետ հենց հիմնականում դրա մասին է, կողմերը իրենց դիրքորոշումները իրար համար պարզաբանում են եւ մտահոգությունները իրար համար պարզաբանում են։ Շարունակելով վարչապետն ասաց, ինչու միայն այդ հարցերը, այդ թվում անազատության մեջ գտնվող անձանց սահմանային իրադրության կառավարման հետ կապված հարցեր են բարձրացվել, տասնյակ հարցեր։ Այսինքն այն ինչ որ մենք բոլոր հարևանների հետ քննարկում ենք առանց բացառության։ Այսինքն տարբեր հարևանների հետ տարբեր ֆորմատներ կան քննարկելու։ Անդրադառնալով ընտրական ցենզի եւ ընտրակաշառքների վերաբերյալ քաղաքացիական պայմանագրի օրենսդրական նախաձեռնություններին, վարչապետն ասաց, որ դրանք առաջիկա ընտրությունների հետ կապ չունեն։ Նրա խոսքով այդ հարցերը նախընտրական շրջանում մշտապես բարձրացվել են թե քաղաքացիական հասարակության, թե քաղաքացիների կողմից։ Փաշինյանը նշեց, որ սկզբունքորեն դեմ է եղել ընտրություններից առաջ նման փոփոխություններ կատարելուն, քանի որ դա կարող էր հարցեր առաջացնել, սակայն խոստացել էր դա իրականացնել ընտրություններից անմիջապես հետո։ Այս է պատճառը, որ պարզապես այն ինչ որ խոստացել ենք, արագ իրականացնենք, որպեսզի մարդիկ, այսինքն իրանց մոտ հարց չառաջանա, թե ինչու այդ փոփոխությունները չեն արվում։ Անդրադառնալով ԵԱՏՄ-ում խնդիրները քննարկելու, լուծելու իր խոստմանը Նիկոլ Փաշինյանը նշեց. Եվրասիական տնտեսական միության միջկառավարական հանձնաժողովի նիստ կա նախատեսված, այդ նիստին մասնակցություն կունենամ եւ ինչպես ասել եմ, կզբաղվենք, բայց այսօր ենք զբաղվում եւ Եվրասիական տնտեսական միության ինստիտուտները աշխատում են, այսինքն դա սովորական ընթացիկ process է եւ այդ process-ներին կմասնակցենք։ Անդրադառնալով հայկական արտադրանքի Ռուսաստանի Դաշնության ներմուծման սահմանափակումները փոխհատուցելու նպատակով տրամադրվող ԵՄ օգնությանը, Փաշինյանն ասաց, որ դա մեզ համար դիվերսիֆիկացիայի լավ հնարավորություն է եւ իր գոհունակությունը հայտնեց Եվրամիության գործընկերներին այդքան արագ արձագանքի համար, այդ թվում ֆինանսական աջակցության, նշելով, որ ամեն օր աշխատանք եւ իրադարձություններ են տեղի ունենում։ Վարչապետի խոսքով կան նաեւ արտահանման նոր ուղղություններ։ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հայտարարությանը, ըստ որի ընդդիմադիր ուժերի համախմբում է լինելու։ Ձեր նշած համախմբումը նոր չի տեղի ունեցել, այդ համախմբում վաղուց է տեղի ունեցել, ուղղակի չէին հայտարարում, որ ժողովրդի տրամադրությունը չընկնի։ Այսինքն այդ ուժերը համախմբվելու ինչ է, այդ ուժերը նույն ուժն են, նույն կետից կառավարվող, նույն սկզբունքների հիման վրա գործող, այսինքն դա այդ ինչ նորություն է, ակնհայտ փաստ է դա։ Անդրադառնալով TRIP նախագծի իրագործման աշխատանքների ընթացքին, Փաշինյանն ասաց, որ վերջերս Միացյալ Նահանգներում որոշում է կայացվել ֆինանսավորման վերաբերյալ։ Մեծ ֆոնդ են ստեղծել, որով պետք է ֆինանսավորեն այդ թվում TRIP նախագիծը։ Հիմա թիվը չասեմ սխալվելու համար, չսխալվելու համար, բայց մեծ ֆոնդի հատկացումը արդեն արվել, իսկ մնացած մասով էլ Հայաստանի Հանրապետությունը ինչ պարտավորություններ ունի, բնականաբար կկատարի։ Հիմա արագ, այսինքն թուղթը ստորագրվեց, հիմա վավերացման փուլն է, բայց ֆորմալություններին մենք պետքա չսպասենք, մենք պետքա հնարավորինս արագ գնանք առաջ եւ դա է եւ մեր եւ Միացյալ Նահանգների տրամադրությունն ու տրամադրվածությունը։
Խոսելով կրկին ընտրություններից վարչապետն ասաց, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին իր կամքն արտահայտելու հնարավորություն է ունեցել եւ իրենց իշխող ուժը ոչ թե ընտրությունների արդյունքներից է դժգոհ, այլ Փաշինյանի գնահատմամբ դժգոհ է, որ մեր պետությունը այնքան չի հասունացել, որ հնարավորություն է տալիս այդքան ընտրակաշառքներ բաժանելու։ Տիգրան Վակիմյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։